Մոտավոր հաշվարկներով այսօր աշխարհում մոտ 4 միլիարդ սմարթֆոն է օգտագործվում, որոնցից 2 միլիարդում ներբեռնվել է հայկական Pixart բջջային հավելվածը։ Ֆոտոխմբագրման ծառայություններ առաջարկող Pixart-ը Հայաստանում առաջիններից էր, որի արժեքը մոտ 5 տարի առաջ արդեն գերազանցել էր $1 միլիարդ։ 2017 թվականին դեռ ունեցել ենք EA գործիքներ Pixart-ի մեջ։ Մենք եղել ենք առաջինը, երբ ստացել ենք ֆինանսավորում աշխարհի ամենահռչակ ինվեստիցիոն հիմնադրամից, որը կոչվում է Sequoia, եւ ընդհանրապես մենք տեսնում ենք մեր միսիան Հայաստանում նաև որպես լինելով լոկոմոտիվ։ Տեխնոլոգիական ընկերության հաջողության պատմությունը ներկայացվել է Հայաստանում մեկնարկած Հայաստան ճարտարագիտական շաբաթ 2025-ի շրջանակներում։ Արդեն 9-րդ անգամ շաբաթը դառնում է կարևոր հարթակ ներկայացնելու ճարտարագիտական ներուժը, ձեռքբերումներն ու ապագայի տեսլականը։ Կարողանում ենք ոչ միայն խոսել, ուրախանալ մեր փակ միջավայրերում, այլև հանրության համար դարձնել տոն։ Մենք ունենք շատ լավ թանգարաններ, երիտասարդները, ուսանողները, մասնագետները այցելում են, տեսնում են Հայաստանի անցյան, ներկան եւ ապագան, եւ սա իրականում փորձում ենք դառնալ մի հետաքրքիր միջոցառում նաեւ խորը մասնագետների համար։ Շաբաթվա միջոցառումները մեկնարկել են ինժեներական քաղաքի բարձր տեխնոլոգիական աքսելերատորում, այնուհետև կշարունակվեն Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Այս անգամ հատուկ ուշադրության կենտրոնում է արհեստական բանականությունը, որը ներկայացվում է ոչ միայն որպես գործիք ճարտարագիտական գործընթացներում, այլև որպես կրթության կարևոր բաղադրիչ, ազդելով ապագա մասնագետների ձևավորման վրա։ Մի շատ լավ բան է աշխարհում կատարվում, կարծում եմ մեր համար դա արհեստական բանականությունը, որ մեզ բոլորիս հնարավորություն կտա այս ամենը պարզ տանելու տնտեսության տարբեր ոլորտներ։ Իդեպ Հայաստան ճարտարագիտական շաբաթ 2025-ի այս տարվա միջոցառումները մեկնարկում են ինժեներական քաղաքի նորաբաց բարձր տեխնոլոգիական աքսելերատորում։ Սա ոչ պաշտոնական, բայց ըստ էության բիզնես աքսելերատորի շենքի բացումն է։ Մի բան, որը կառավարությունը որտեղ ներդրումներ կատարեց, հավատալով, որ ճարտարագիտական ուղղության մեջ, տեխնոլոգիական ուղղության մեջ մեզ մեծ ապագա է սպասվում։ Սա իհարկե ինժեներական համայնքի նկատմամբ ինչ-որ իմաստով մեծ պարտավորություն է սահմանում։ Այս տարի միջոցառումներին մասնակցում են մի շարք հեղինակավոր բանախոսներ, ոլորտի անվանի մասնագետներ եւ փորձագետներ։ Նպատակը միջազգային չափանիշներով միջոցառումների անցկացումն է եւ Հայաստանի դիրքավորումը որպես տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական կենտրոն։ Արդեն ժամանակն է, որ մենք մեր բարդ տեխնոլոգիական ինժեներական սեփական պրոդուկտները արտադրենք եւ ներկայացնենք գլոբալ աշխարհին։ Սա մեր երազանքն է եւ մենք համոզված ենք, որ այն իրականանա։ Շաբաթվա կարևոր միջոցառումներից է ճարտարագիտական ցուցահանդեսը, որի ընթացքում բարձր տեխնոլոգիական ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը ավտոմոբիլային ճարտարագիտության, ավիատիեզերական արդյունաբերության, կիսահաղորդիչների, կիբերանվտանգության եւ կենսաբժշկության ոլորտներում։ Վրեր Մկրտչյան, լուրեր։